Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, չէի կարող չանդրադառնալ դաշնակցության ներկայացուցչի գնահատականներին մեր կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրերի վերաբերյալ, որովհետև եթե կա մի ուժ, որ ընդհանրապես կրթության մասին պետքա չխոսա, այդ դաշնակցությունն է, մշտապես դաշնակցության նախարարներին բերել դրել են կրթության նախարար, հազար անգամ ասել ենք, որ պատմության դասագրքերում, գրականության մեջ թաքցնեն դաշնակցության դավադիր դեմքը։ Իրանց այդ 130-ամյա պատմության ընթացքում բոլոր այն դավադրությունները, որոնք հայ ժողովրդի դեմ իրականացրել են, որ թաքցնեն ուղղակի դասագրքերում։ Հիմա էլ եկել են, խոսում են դպրոցների շինարարություններից եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի ուժ, որ դպրոց մանկապարտեզներ էր քանդում, օտարում էր իրանց ընկերներին, աղբերներին, սարքում էին, չգիտեմ, գոմեր մանկապարտեզները, իրանց համար տներ էին սարքում եւ այլն եւ այդպես շարունակ, այսօր եկել ասում է, չգիտեմ, Քոչարյանի ժամանակ այսքան դպրոց է սարքվել, նրա ժամանակ այդքան դպրոց է սարքվել, ինչ որ թվեր է ասում, խաբելով եւ կրկին սուտ տեղեկություններ հաղորդելով։ 106 դպրոց արդեն պատրաստ է, մեր խոստացված 300 դպրոցներից, 106 դպրոց բացված է եւ երեխաները գնում են դպրոց։ 250 դպրոցից ավել ընթացքի մեջ է կամ ավարտական փուլում է եւ մինչեւ տարեվերջ դրանք էլ պատրաստ կլինեն եւ մենք այո 300 դպրոցից ավելի շատ դպրոց կառուցած կլինենք մինչեւ տարեվերջ։ Եվ 5 տարում, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է ավելի շատ դպրոց, քան նախորդող բոլոր ժամանակներում, անգամ խորհրդային միության ժամանակ էլ որ նայենք, այս ծավալի դպրոցաշինական մանկապարտեզների կառուցման աշխատանքները երբեք հայկական պատմության մեջ չի եղել։ Եվ գիտեք հետաքրքիր է որն է, որ ես ճշտում եմ ասում, բա մենք հələ ինչքան դպրոց պետքա կառուցենք, որ մեր բոլոր երեխաները սովորեն մեր պատկերացրած մեր երազած միջավայրում, ասում են դե հələ 800 դպրոց էլ պետքա կառուցենք, հասկանում եք։ Հայաստանում կա 1400 դպրոց, 300-ը սարքում ենք ու հələ 800 էլ պետքա սարքենք, որ պատշաճ տեսքի բերենք։ Դուք հասկանում եք, ոչինչ չի արվել Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե ոչինչ չի արվել, այլ հակառակն է արվել, ոչ թե նորն է ստեղծվել, այլ եղածը կերել են այս մարդիկ, մի հատ էլ եկել են այստեղ անմեղ դեմքով ինչ որ ելույթներ են ունենում։ Ու այո, ձեր Քոչարյանի ապօրինի գույքը, պարոն Կոնջարյանը շատ լավ օրինակ բերեց, բայց ես մեկ այլ օրինակ էլ բերեմ, 200 միլիոն պահանջվող գույքով մենք կարող ենք կառուցել 33-34 հատ դպրոց։ Մեկ դպրոցի շինարարության համար մոտավորապես ծախսվում է 6 միլիոն դոլարին համարժեք դրամ, գույքով եւ այլնով։ Բերեք այդ 200 միլիոնը տվեք 34 հատ դպրոց կառուցենք։ Ինչ եք եկել ստեղ խոսում։ Քիչ դպրոցներ են կառուցվել։ Այդ երեխաները եւ ծնողներն իրական են, չէ՞, գնում են այդ դպրոցներ։ Տեսնում են ախր, որ դուք ստում եք։ Այս էլ ձեր համար ձեր ընկերների արհեստական բանականությունները չի, որ ինչ ուզեք խոսակ, ինչ ուզեք ցույց տաք։ Գոնե արժանապատվություն ունեցեք եւ մի եկեք ստեղ կանգնեք անմեղ դեմքով նման ստեր փչեք ուղակի եւ ներողություն եւ նաեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին էլ խորհուրդ եմ տալիս տիրություն անի իրենց падգամավորուհի Աննա Մկրտչյանին, զբաղվի նրա դաստիարակությամբ, վերջի վերջո ձևի համար չի դրված պարոն Մամիջանյանը այն վերևի աթոռի վրա։ Սա որպես բարի խորհուրդ։ Շնորհակալ եմ։